Հա, դուք Մայր Հայաստանի ներկայացուցիչն եք լիազոր նախ 4 թիվը, ձեզ համար խորհրդանշական է, ինչու եք առանձնացնում։ 4 թիվը խորհրդանշական է նրանով, որ մենք Գյումրիի ընտրություններում տեղական ինքնակառավարման նույնպես 4-րդ համարն ենք եղել ու մեզ թվում է նույն թվի արդյունքում մենք էլի բգագրենելու ենք Գյումրու արդյունքը եւ քաղաքացիական պայմանագիրը իշխանություն չի ունենալու ինչպես Գյումրիում, այնպես եւ Էջմիածնում, այսինքն վաղաշաբաթ խոշորացված համայնքում։ Տեսեք, նաև այստեղ վիճակահանությամբ ընտրվեց վահանակները, արդեն օրինակ կուսակցություններից մեկի ներկայացուցիչն ասում է, որ անհավասարություն կա որոշակի առումով, չնայած որ էական ազդեցություն չի կարող ունենալ, որ երկու վահանակ է ընդամենը, որը նաև այս դեպքում Մայր Հայաստանին բաժին չհասավ։ Չէ, Մայր Հայաստանին բաժին հասավ մեր արձագանքի արդյունքում, որտեղ մեզ բաց էին թողել ընթերցելուց դիտավորություն չեմ տեսնում, դա ուղղակի բաց թողում էր այդ պահին, դա նորմալ է, անցանք, ստացանք մեկ վահանակ երկուսից ամբողջ վաղաշաբաթ համայնքում, բայց այստեղ մի նրբություն կա, մեր տեղեկություններով այս պահին արդեն մոտ մեկ շաբաթ է, վաղաշաբաթ եւ Խոյ համայնքի բոլոր բնակավայրերում, վաղաշաբաթում Էջմիածնում, բոլոր հենասյուների վրա տեղադրում են երկաթե ինչ-որ կոնստրուկցիաներ, որը մեր տեղեկություններով պատրաստվում է քաղաքացիական պայմանագիր կուսակցության գովազդի վահանակների համար։ Մենք բազմիցս դիմել ենք Էջմիածնի քաղաքապետարան, տարբեր տեղերում գովազդային վահանակներ, տարբեր միջոցառումների համար դիմել ենք նույնիսկ մշակույթի տանը միջոցառում անցկացնելու, որը մերժվել է, սակայն մեր տեղեկություններով էլի կրկնվեմ, որ այդ վահանակները տեղադրում են քաղաքացիական պայմանագրի համար, որը մի քիչ աբսուրդի ժանրից է, ամբողջ համայնքում վաղաշաբաթ լինի երկու վահանակ բոլոր մասնակից ուժերի համար, իսկ իրենց համար հատուկ կառուցվում են բոլոր հենասյուների վրա, սկսած Զվարթնոց գյուղից, այսինքն Զվարթնոց տաճարի մոտից, այդ հենասյուների վրա լուսավորության տեղադրում են երկաթե վահանակներ, ոչ միայն Էջմիածնում, այլև Խոյ համայնքի բոլոր բնակավայրերում, որտեղ կան հենասյուներ, մենք ուսումնասիրել ենք, բոլորը տեսել ենք ու մեր տեղեկություններով դրանք ամբողջը քաղաքացիական պայմանագրի համար են նախատեսում։ Մենք ինձ թվում է չենք կարանենք, ես ոչ մի բան այս պահին բարձրաձայնում ենք դրա մասին, որպեսզի մարդիկ իմանան, որ իրենք սկսել են արդեն ապօրինի կերպով ինչ-որ իշխանական լծակները օգտագործելով իրենց համար լավ գովազդային արշավ կազմակերպել։ Դուք ձեր խոսքի սկզբում ասացիք, որ Գյումրիում իշխանություն չկարողացավ, ԿՊ-ն ստանալ, նույն սցենարը հնարավոր է կիրառվի նաև վաղաշաբաթում, սա ենթադրում է, որ օրինակ եթե ինչ-որ մի ընդդիմադիր ուժ հավաքի ավելի շատ թվով ձայներ, մյուսները կպարտավորվեն միանալ, Մայր Հայաստանը օրինակ նման բան քննարկում է։ Մայր Հայաստանը քննարկում է նման բան, Մայր Հայաստանը կհամագործակցի բոլոր իրական ընդդիմադիր ուժերի հետ, մենք մեր պայմանները ընտրություններից առաջ հրապարակել ենք այն ուժերի հետ, որոնք համաձայն են մեր հետ, բացառել ԿՊ-ի հետ որևիցե համագործակցություն, կլինի դա ձայն տալ կամ ձայն վերցնել, մենք բոլորի հետ պատրաստ ենք համագործակցության ձեր նշված արդյունքի, սակայն մենք գնում ենք հաղթանակի, Մայր Հայաստանը վաղաշաբաթ համայնքում գնում է հաղթանակի, ինչ մնում է համագործակցության, կրկնվեմ եւս մեկ անգամ, բոլոր այն ուժերի հետ, որոնք իրական ընդդիմադիր են, մենք պատրաստ ենք համագործակցության։ Արման Ստեփանյան, Մայր Հայաստան կուսակցության լիազոր ներկայացուցիչ։ Շնորհակալություն Արման Ստեփանյան, Մայր Հայաստան կուսակցության։